Բարև ձեզ, նախ ներողություն եմ խնդրում, այս ժանրում ես խոսելու ես ոչում չկամ, փորձեմ մտքերս շարադրել։ Ես ամաչում եմ, որ խաղ բանտարկյալ չեմ, և են հայերը, ովքեր այսօր ազատության մեջ են, հուսամ ինպես են մտածում, որովհետև մեր իշխանության պատգամավորներից մեկը, եթե չեն սխալվում և շատեր է, ներողություն, երեք հայտարարեց, որ անուն ազգանունով, ավազանի անունով դիմելով մեր վեհապարին, որ դա հոգևորական չէ, իսկ Փաշազադեն հոգևորական է, իր հոգևոր առաջնորդն կամ չգիտեմ հոգևոր առաջնորդն է։ Այս իշխանության մեջ խաղ բանտարկյալ չլինելը մի տեսակ աղոթ է։ Եվ մի բան էլ պետք է ասեմ, ժայռի վրա երբեմն սողուններ են հայտնվում, բայց այդ սողունները ժայռիկները երբեք չեն լինում։ Որտեղ մեր հայրենիքը ժայռ է եղել, պատմական մի քանի հազար տարվա պատմություն ունեցող, տարբեր տիպի տարածքներ ունենալ չունենալով, տարածքը երբեք հայրենիք չի, հայրենիքը հոգու մեջ է։ Իսկ մեր հոգու մեջ ժայռը կա։ Իսկ այդ ժայռի վրայի սողունները որևէ օր ժայռից կընկնեն ներքև։ Նենց որ ժողովուրդ ջան, պին դեղեք, ես ուզում եմ մաղթանքս հղել Ավետիքին, իմ ընկերոջը բոլորին։ Բոլորին, Ծառուկյանին, Կարապետյանին, Սրբազանի են մնացած ահաբեկիչներին են 18 հոգու, բոլոր ընկերներս։ Ահաբեկիչ բառը իդեպ ճակերտներում եմ ասում, տենց չի։ Աստված առաջ, ժողովուրդ ջան, ես երկար չեմ կարող խոսել, ես ամեն դեպքում մնում եմ լավատես, դա իմ սկզբունքն է, ես այդպես եմ ապրում, և հուսամ որևէ օր կլուսավորվի ես երկիրը, ես մեր հայրենիքը, Աստված առաջ պնդելի։ Շնորհակալություն սիրելի պարոն Ամալյան։ Ես եւս մեկ խոսք եմ ուզում կարդալ։ Ցեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում մշակութային ոճրագործության տեսքով։ Հայաքվեի իմաստներից մեկը այն էր, որպեսզի ցեղասպանության հանգամանքը թույլ չտանք նսեմացնել, եւ մենք պայքարում ենք ազգային արժանապատվության համար։ Սա մեր առանցքային ուղեգծերից մեկն է, եւ այդ հարցում միշտ մեր կողքն է եղել, միշտ մեզ հետ համագործակցել է ազգային արժանապատվության ասպետ Արտաշես Գևորգյանի թոռը, հանրային գործիչ Արմեն Գևորգյանը, համեցեք։ Մի քանի րոպե առաջ մի առաքինիկին մոտեցավ Դավիթ Ամալյանին արցունքներով ասեց Դավիթ ջան, ես Ստեփանակերտից եմ եւ իրենք գրկախառնվեցին։ Ես Ավետիք Չալաբյանին ուզում եմ այլ տեսանկյունից ներկայացնել։ Իրեն ճանաչում եմ որպես պարկեշտ հայ մարդու, որը որ մտավորական ընտանիքից է, այսինքն արմատները խորն են, բազմավաստակ ընտանիքի հայր է, շատ երեխաներ ունի, լավ կին ունի, լավ կրթություն է ստացել, ընկերասեր մարդ է։ Ահա այն չափանիշները, որը որ ցանկացած պետություն կերազեր մի ամբողջական այսպես քաղաքացու կերպարում լինի։ Եվ պետության հիմնաքարը այս չափանիշներն են։ Երբ որ խոսք գնաց ազգային արժանապատվության մասին, 1918 թվականին Մուրադ Սեբատասպի ջոկատը եկավ մասնակցելու Ղարաքիլիսայի ճակատամարտին։ Այնտեղ էր իմ պապիկը, եղբայրը եւ մի 100-յակ էր։ 100 արևմտահայեր եկել էին պաշտպանելու հիմա Վանաձորը։ Եվ այդտեղ մի հետաքրքիր կերպար կար, մտավորական, լավ կրթություն ստացած, տիրապետում էր արևմտյան գրականությանը, որի անունն էր Հովհաննես, իրեն բանաստեղծ էին ասում։ Ես խորը ուսումնասիրելով այդ ճակատամարտի էությունը հասկացա մի բան, որ
Հովանեսը, այդ մտավորականը հայ, մեծ ազդեցություն է գործել այդ ճակատամարտի վրա, մեկ զինվոր, բայց մտավորական, որովհետև այդտեղ ոչ միայն ճակատամարտեր էին մեծ եւ փոքր, այլ նաեւ որբեր կային, երեխաներ կային այնտեղ կանայք կային, որոնք որ կարիք ունեին։ Եվ այդ հոգսը վերցրեց իր վրա մտավորականը, բանաստեղծը, Հովանեսը։ Ես ուզում եմ մի դրվագ պատմել, նաև մենք մի նախաձեռնություն ունենք ազգային արժանապատվությանը նվիրված մշակույթի ոլորտում եւ ավետիքին ասեցի ինձ պետք են մարդիկ, որոնք որ կարողանան այս գործընթացին օգտակար լինել։ Ավետիքն ասեց, ես ճանաչում եմ մի մարդու, քեզ իրեն հետ կծանոթացնեմ Սփյուռքում, որը Սփյուռքից էր։ Եվ նա զանգարեց, հեռախոսը տվեց, մենք իր հետ երկար խոսացինք։ Մարդ, որը ազդեցիկ մարդ է, ճանաչված մարդ է եւ այդ ոլորտում ընդունված մարդ է։ Ինչ ասեց այդ մարդը ինձ։ Ասեց Արմեն ջան, ում որ դու ման ես գալիս, այդ քո կողքը նստած է։ Ասում մասին է խոսքը, ասեց Ավետիքի Չալաբյանը։ Սփյուռքում մաննի արի, այդ քո բոլոր այդ չափորիշներով, հատկանիշներով մարդը քո կողքը նստած է։ Ես համոզված եմ, որ Աստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կընդունի եւ այս փուլում գոնե ազատ կարձակի Ավետիք Չալաբյանին եւ ընդհանրապես ես ասեմ մեր ընտանիքի պատմությունից բանտերը ոչ մի լավ բան չի բերեն ոչ մեր ընտանիքին ոչ էլ հայ ժողովրդին ես մի ընտանիքից եմ որտեղ եւ գնդակահարություններ է եղել եւ տասնյակ տարի բանտերում անցկացված այ ընտանիքի ժառանգորդ եմ ես որ երեխաներ, խնդիրներ, խնդիրներ եւ մեր ժողովրդին եւ մեր պետությանը նման բաներ պետք չեն մենք պետք է շատ ավելի ուժեղ լինենք շատ ավելի միասնական լինենք այդ էներգիան պետք է հավաքվի մեկտեղ իսկ Ավետիք Չալաբյանը հաստատ այդ մարտկոցներից մեկն է էներգիան առողջ եղիր եղբայր սպասում ենք քեզ շնորհակալություն